Բարև արչապետ, ձեզ մի հարց կարելի է։ Բարև ձեզ։ Ես դրասկի ներկայացուցիչ եմ։ Ուզեի մի հատ հարց ունեի։ Իսկ տարի ինչի համար չեք գալու մեր եկեղեցի, չէ՞ որպես երկար տարի։ Չեք հրավիրում։ Պետք է հրավիրեք, չէ՞ որ ղեկավարեք, պետք է այստեղ գայք բազմաթիվ անգամներ որպես արչապետին է տարի դուք մի Ես ասացեք։ մեկ պարոն Բաղոյանի հետ նախորդ հանդիպումներ մեկի ժամանակ, երբ որ ես երևնով կազմային երևն քիչ դա շատ կարևոր է։ Ես հրավիրեցի աշխատանքային հանդիպման եւ ասացի, որ ես կարծում եմ, որ մենք իրար հետ ապրում ենք, բայց բավարար չափով չենք կարող ավանդույթները եւ այլն։ Եվ ես խնդրեցի պարոն Բաղոյանին, ասացի, եթե դա ընդունելի կլինի մեր համայնքի համար, որովհետև այնուամենայնիվ ես չեմ համարում, որ ես կարող եմ առանց հրավերի գալ մտնել տաճար, որովհետև սա սրբավայր է եւ մարդկանց զգացմունքների հետ մանավանդ որ ցավի մենք իսկապես շատ չենք ճանաչում, պետք է հաշվի նստել եւ երբ որ հրավեր ա եղել, առաջինից պատեհառիթի դեպքում ես այդ հրավերը ընդունել եմ, որովհետև երբ լիներ հրավերը, այդ հրավերը ես կընդունեմ։ Բայց չէ՞ որ դուք Հայաստանի Այո, ես կներեք, ես առաջին վարչապետն եմ Հայաստանի ղեկավարը, որ այցելում եմ, եւ դա էլ է շատ։ Ես մտածել եմ, որ եթե միջև այդ չի եղել, կարող է համայնքի ցանկությունն է դա, որ այսպեսի մանկերց կպատասխանի վարչապետ։ Սա կապված է ուղղակի ընտրությունների հետ, թե ուղղակի զուտ պարոն Բաղոյանի բարձրացրած հարցից հետո որոշեցի որ դա։ Գիտեք ինչ, մենք ընտրություններում միշտ եզդիական համայնքի մեր սիրելի քույրերի եւ այլնի կողմից շատ բարձր վստահությամբ խփ ենք ստացել, շատ բարձր առանց այցելությունների։ Եվ դուք կարող եք նայել նախորդ ընտրություններում թե 2018 թվականի, թե 2021 թվականի եզդիական բնակավայրերի մեր արձանագրած արդյունքները եւ ես նաեւ ասեմ, որ դուք կարող եք տեսնել, թե վերջին տարիներին մենք եզդիաբնակ համայնքներում ինչպիսի ներդրումներ են կարել, մենք ճանապարհներ ենք կառուցել, որ տասնյակ տարիներով 40 տարի եւ ավել չեն եղել։ Ես այցելել եմ նաեւ առաջին անգամ եզդիական բնակավայրեր են այցելել եւ մենք նաեւ Ալագյաս խոշորացված համայնքում մեծ ներդրումներ ենք անում եւ ելի եմ ասում նախկինում ոչ մի անգամ ես հրավեր չեմ ստացել, ես մի քանի անգամ պարոն Բաղոյանին խնդրել եմ, ասել եմ ես կարծում եմ եւ ընդհանրապես պարոն Սանդիկովին էլ եմ միջավայր խնդրել, ասել եմ որ Հայաստանի ազգային փոքրամասնությունների հետ մենք կապում ենք, բայց մի տեսակ չգիտեմ, լավ չենք ճանաչում մենք, դուք երևի ավելի լավ եք ճանաչում։ Անկեղծ մենք փոքրամասնություններ չենք համարում ես, մենք հայ ազգի հետ մեծ եղբայրներ ենք համարում, ոչ թե փոքրամասնություն, որովհետև այսօր տվյալներով ինչքան որ տեղեկացված ենք, շատ մեծ է մեր ժողովուրդը։ Այո, բայց ես օգտագործում եմ սահմանադրություն 2015 թվականին ընդունված սահմանադրության տերմինաբանությունը, որպեսզի մաքսիմալ կոռեկտ։ Ես